իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով իդեալ համակարգի ցանկացած խալոցրահ։ Հարգելի կառավարություն, հարցը սուղում եմ Արդարադատության նախարար Տիկին Գալյանին։ Տիկին Գալյան վերջերս Սահմանադրական դատարանը հրապարակեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագծման մասին օրենքի վերաբերյալ որոշումը, որով օրենքը կամ դրա որևէ դրույթ չհամարվեց հակասահմանադրական կամ սահմանադրությանը հակասող, ինչպես հաճախ աղաղակում էին տարբեր ընդդիմադիր խմբակներ։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը արձանագրեց, թե որն է կիրառման իրավաչափ նպատակը, ինչը կարծես միանշանակ չի ընկալվել վերոհիշյալ խմբերի կողմից։ Մարդիկ կարծիք են հայտնում առայն, որ անկախ նրանից, թե անձը նախկինում եղել է պաշտոնատար անձ, թե ոչ, նրա գույքը բռնագծման ենթակա է, եթե ապացուցվում է կապը հանցագործության և գույքի միջև, հարցս հետևյալն է, ի վերջո ինչ է ասել բարձր դատարանը։ Հարցին կպատասխանի Արդարադատության նախարարը Տիկին Գալյանը, համեցեք Տիկին Գալյանը։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, ճիշտ եք, Սահմանադրական դատարանը օրենքը և դրա բոլոր դրույթները համարել է Սահմանադրությանը չհակասող, այսինքն մենք գործ ունենք լիովին սահմանադրական օրենքի և դրա կարգավորումների հետ։ Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը օրենքը կարելի ասել մեկնաբանել է դրա նպատակների տեսանկյունից և առանձնացրել է երկու իրավաչափ նպատակ, դրանցից մեկը հանցագործությունների դեմ պայքարն է, մյուսը կոռուպցիայի դեմ պայքարը։ Եվ այս համատեքստում դատարանի կողմից առանձնացվել են երկու սուբյեկտային կազմեր, դրանցից մեկը պաշտոնատար անձինք են, իսկ մյուսը պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձինք։ Եվ այս երկու խմբերի պարագայում նպատակը ներկայացվել է տարակերպ։ Այն դեպքում, երբ գործ ունենք պաշտոնատար անձանց հետ, ապա այս դեպքում կիրառելի է և գործում է և իրավաչափ է կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիայի կանխարգելման նպատակը, և այս տեսանկյունից բացարձակապես պարտադիր չէ պաշտոնատար անձին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքը կապել որևէ հանցագործության հետ։ Իսկ այն դեպքում, երբ գործ ունենք պաշտոնատար անձ չհանդիսացող ֆիզիկական անձի հետ, ապա այս դեպքում հավանականությունների հավասարակշռման սկզբունքի պահպանմամբ պետք է հիմնավորվի որևէ որոշակի կապ հանցագործության և ձեռքբերված գույքի միջև։ Եվ ընթացքում ես հասցրի գտնել համապատասխան դրույթը, որին ուզում եմ հղում կատարել և կխնդրեմ, որ մասնագիտական հանրույթը ևս ուշադրություն դարձնի Սահմանադրական դատարանի որոշման համապատասխան կետին, որը ընթերցելուց հետո կարծում եմ բոլոր տեսակի վեճերը կսպառվեն, դրույթը հետևյալի մասին է, թեպետ նշված երկու նպատակներն էլ ինքնուրույն են և յուրաքանչյուրն իրենով հետապնդվող շահի տեսանկյունից ծանրակշիռ, դրանք օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն և կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով, օրինակ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք օրենքի իմաստով պաշտոնատար անձ են, այնպես էլ առանձին։ Սա 102-րդ կետն է Սահմանադրական դատարանի որոշման, որը էլ ավելի ամրապնդում է այն գաղափարը, որը կարմիր թելով անցնում է Սահմանադրական դատարանի ողջ որոշման մեջ, այսինքն դա այդ միտքը պարբերաբար արծարծվում է որոշման շրջանակներում։ Հարցիս առաջին մասում հղում է անում մի խումբ մարդկանց, բայց կան մեկ այլ խումբ մարդիկ, քաղաքացիներ, ու մենք պարբերաբար հանդիպում ենք, կլինի ազգային ժողովում կամ մեր համայնքային այցերում, որոնք բողոքում են ապօրինի գույքի բռնագծման մասին օրենքի կիրառելիության հատվածից, այսինքն քաղաքացիների ակնկալիքը տեմպի վերաբերյալ մասնավորապես մի փոքր այլ է, հատկապես դուք, որ այս նախագիծը ներկայացրել եք խորհրդարանում, հետո ստանձնել եք դատախազի տեղակալի պաշտոնը եւ հիմա որպես հանդես է գալի Արդարադատության նախարար, ես կցանկանայի դուք այս մասին մեր հանրության հետ խոսակցություն ունենայիք եւ եթե ձեռքի տակ իհարկե կան որոշ թվեր, դրանց հոմանելով ներկայացնեք իրավիճակը ընդհանուր առմամբ։
Ցավում եմ, բայց վիճակագրական տվյալներ չունեմ եւ կարծում եմ, որ դատախազությունը կներկայացնի նաեւ հաշվետվության շրջանակներում վիճակագրական տվյալներ։ Տեմպերի հետ կապված, երբ ինձ այս հարցը ուղղվում է, ես միշտ զուգահեռներ եմ անցկացնում արտասահմանյան երկրներում նմանատիպ ինստիտուտների գործունեության տեմպերի հետ։ Եվ նշում եմ, որ մենք հեծանիվ չենք հորինել, մենք շատ դեպքերում փոխառել ենք արտասահմանյան երկրների լավագույն փորձը եւ եկեք տեսնենք, թե ինչ ժամկետներում է հաջողվում այլ երկրներին բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը եւ երբ մենք ուսումնասիրում ենք պրակտիկան, տեսնում ենք, որ դա լավագույն դեպքում իրականացվում է 7 տարի ժամկետում, իսկ մեր դեպքում մենք կարելի ասել ավելի արագ տեմպերով ենք հաջողել օրենքի կիրառության տեսանկյունից եւ 8 հաշտության համաձայնությունները արդեն առկա են եւ մենք կարող ենք խոսել արդեն դեպի Հայաստանի Հանրապետություն վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի մասին։ Այս առումով կարծում եմ մենք ավելի արագ ենք աշխատել, քան մի շարք երկրներ։